Քարոզարշավի 15-րդ օրն է այսօր եւ Նիկոլ Փաշինյանը նորքում է իր քարոզարշավը իրականացնում։ Դուք այստեղ իրեն եք սպասում եք դիմավորելու համար, թե ինչ-որ խնդիր ունեք, որ ցանկանում եք ներկայացնել։ Մենք դիմավորում ենք իրեն, շատ հարգում եմ, ընտանիքով, հարևաներով, մենք բոլորս իրան ենք կտրելու, որտեղ արժանի է, ինքը ժողովրդական է, ոչ թե ուրիշ բան չեմ ուզում ասեմ։ Իսկ հետևում եք իր քարոզարշավին, ասում եք ժողովրդավար ղեկավար է, բայց պարբերաբար վեճեր է ունենում քաղաքացիների հետ, մատաղ տալով է խոսում։ Հակառակորդները ստեղծում են պայմաններ, որ իրան ներվայնացնեն։ Էդի սարքած գործերը Փաշինյանը լավ էլ ժողովրդին նայում է, մենք իրանից շատ գոհ ենք։ Ժողովրդավար ղեկավարը կասի սատկացնելու են բոլորին, պոլերով են տալու։ Այդ ջղայնացնել են, դրա համար հունից դուրս է եկել։ Ոչինչ, առանց սխալական մարդ չկա։ Մենք իրան շատ հարգում ենք եւ իրան էլ ընտրելու ենք։ Այսինքն խոսքերը գործ չի դառնալու, հետևանքներ չեն լինելու։ Ուղղակի ջղայնացել է այդպես բառերը ասել։ Իր խոսքը գործ կլինի։ Մենք գոհ ենք իրանից։ Լավ էլ ապրում ենք, թող ոչ ոք չդժգոհի։ Այն անցյալները ումն էին պետք, ապրել եմ Հույսային պողոտայում 30 տարի, հիվանդ ամուսնուս Քոչարյանը Սերժը հանեցին դուրս ձմեռնոցով, կոպեկներ տվեցին, հազիվ եկե հասել եմ ստեղ տուն եմ առել, նրա ինչ ընտրեմ ես, ինքը անմարդկային։ Բայց հիմա էլ բնակիչներ կան, Ֆիրդուսի բնակիչներն էլ բողոքում են, ասում են բավականին ցածր գնով գերակաշահ են ճանաչել եւ մեզ մեր տներից ուզում են հանեին։ Դե առաջ գիտես ինչքան են տվել։ $3000, $3000-ով տուն կարող ես արվես, առաջ տները էժան էր, բայց հիմա չես կարող։ Ուզում ասեմ, որ էժան է, դրա համար երևի էժան են գնահատել։ Առաջ տները ասում եք էժան է եղել, էժան է, դրա համար էժան են գնահատել։ 3000-ով այն ժամանակ տուն չէր կա, ամենահասարակ տունը առել եմ 9000-ով մի կերպ, որ փողոց չմնամ։ Լրիվ Քոչարյանի Սերժի արած գործերն էր, ձմեռնոցով ինձի հանեցին դուրս, հիվանդ ամուսնուս հետ, նրան խիղճ չունի, նա միայն իր փողերի համար էր աշխատում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ որ փոփոխություններից է գոհ, որ ծրագրերից։ Որ ինքը ժողովրդին լավ նայում է, կարողանում է մակարդակով դասավորի, առաջ թոշակը 7000, 17000, 27000 չենք կարող, նիսյայով էինք ապրում, իսկ հիմա փառք Աստծուն, շատ գոհ ենք, թոշակները բավարարում ամեն ինչ։ Իսկ այս թանկացումները ձեր վրա չեն ազդել։ Դե ոչինչ, տեսել եմ, մենակ մենք չենք, ամբողջ աշխարհն է տես, ամբողջ աշխարհն է թանկանում, իրանով չի։ Բայց այն ժամանակ ավելի էժան էր, չէ՞ ամեն ինչ։ Դե, բայց փող չկար։ Գնում էինք խանութից, որ նիսյա մի բան առնեին, մինչև այդ 2 կոպեկով փակվեին։ Հիմա որ 10000 դրամով ձեր թոշակները ավելացվել է, ինչի վրա եք ծախսում, որովհետև մինչև բարձրացումը Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ արդյունավետ չեն ծախսելու մեր տատիկ պապիկները։ Մենք ծախսում ենք նորմալ, շատ գոհ ենք, տոկոս էլ գալիս է, որ առևտուր անում ենք, շատ լավ է, գոհ ենք, գոհ։ Թող Աստվածը ինքը ըլնի, ուրիշը չըլնի։ Դուք ինչ կարող եք ավելացնել։ Ես շատ շնորհակալ եմ իմ կողմից, որ իրա կազմակերպած իրա օգնությունը չլիներ, ամիս ու կես առաջ ես սրտի վիրահատություն եմ տարել։ Ես այդքան հնարավորություն չէի ունենա, բայց հիմա ինձ վիրահատեցին, ստենդավորել են 3 օր եւ ես ոչ մի կոպեկ չեմ տվել, շատ գոհ եմ նրա այդ նախաձեռնությունից, որ թոշակառուներին տալիս է այդ հնարավորություն։